Ոստիկանական մի քանի շերտանոց պատնեշով են իրարից բաժանված Գարեկին երկրորդին աջակցողներն ու նրա հեռացումը պահանջողները։ Մայր տաճարի բակն աննախադեպ բազմամարդ է, հավաքվածների մեծ մասը եկել է 10 եպիսկոպոսների հայտարարության պատճառով։ Վեհարանից Մայր տաճար ժամերգության գնացող Գարեկին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը լսում է իրեն ուղված կողմ եւ դեմ արտահայտություններ։ Կաթողիկոսին ուղեկցող հոգեվորականները թույլ չեն տալիս լրագրողներին մոտենալ հայ առաքելական եկեղեցու առաջնորդին։ Գարեկին երկրորդը եկեղեցի է մտնում առանց քաղաքացիների վանկարկումներին արձագանքելու։ Նախատեսված ժամից ուշ վեհարանի մոտ են գալիս քաղաքացիներին Մայր աթոռի բակ հրավիրած եպիսկոպոսները Նավասարդ Կճոյանի, Վազգեն Միրզախանյանի, Գևորգ Սարոյանի եւ մյուսների գլխավորությամբ։ Նշյալ հոգեվորականներին ուղեկցում են ամուր շղթա կազմած քաղաքացիական հագուստով անձինք, որոնք բիրտ կերպով հարվածում եւ հեռացնում են եպիսկոպոսներին հարցեր տալու ցանկություն ունեցող լրագրողներին։ Այստեղ կադրում երևում է ինչպես են հրում այստեղ։ Կաթողիկոսն ու նրան կաթողիկոսական գահից հեռանալու պահանջ ներկայացնող հոգեվորականները միաժամանակ միմյանց կոչերով են դիմում։ Շարունակվում են հարձակումները մեր Սուրբ եկեղեցու դեմ։ Սուրբ Էջմիածնի հանդեպ ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր։ Ցավոք նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով։ Մինչ կաթողիկոսը միասնության կոչ է անում իր դեմ դուրս եկած Կճոյանին, Միրզախանյանին, Սարոյանին եւ մյուսներին առաջարկում է վերադառնալ հարցերը եկեղեցական կանոններով քննարկելուն, վերջինները Մայր աթոռի քարտուղարություն Գարեկին երկրորդի հրաժարականի պահանջով դիմում են ներկայացնում։ Մեր նամակը հրաժարականի պահանջի փոխանցել ենք արդեն քարտուղարություն, մեր առաքելություն այս պահին ավարտված է։ Հաջորդ անգամ մենք այստեղ լինելու ենք ձեզ հետ միասին Մայր տաճարի մեջ աղոթելու մեր ժողովրդի ու մեր ազգի ու մեր հոգևոր դասի ամրապնդման եւ պայծառության համար։ 10 եպիսկոպոսները հեռանում են լավ պատրաստված պաշտպանական շղթա կազմած քաղաքացիական հագուստով անձանց ուղեկցությամբ ու էլի լրագրողների եւ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի դրսեւորմամբ։ Հարցերը, թե ինչու են եպիսկոպոսները թիկնազորով պատնեշված, մնում են անպատասխան։ Մեր մասնակցությամբ թույլ չտվեցինք, որպեսզի պղծություն տեղի ունենա եւ դուք տեսնում եք, դուք եք ականատես, թե ինչպիսի ագրեսիվ վարքագիծ են դրսևորում, ոչ նորմատիվային բառապաշար օգտագործելով եւ տաճարի դռները փորձում են ջարդել, դա մեզ համար անընդունելի էր եւ մենք այդ առումով կարծում եմ, որ կարեւոր դերակատարություն ունեցանք։ Այստեղ մեկնաբանություն չունի, ոչ միայն ժպիտ առաջացնում։ Ով է հարձակվել եկեղեցու վրա։ Եկել էին, որ հարձակվեին հայ առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսների վրա, որ պաշտպանեին ում այն մյուս խումբի եպիսկոպոսներին։ Ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները միմյանց են մեղադրում հայ առաքելական եկեղեցու բնականon գործունեությունը խաթարելու համար։ Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանը հիշում է Կճոյանի եւ մյուս եպիսկոպոսների երկու շաբաթվա տարբերությամբ հայտարարությունները, նշելով, թե նրանք դիրքավորում են փոխել իշխանական ճնշումների հետևանքով։ Թուրքիայի Ադրբեջանի հանձնարարություններն եք, ասում եք, կատարում եք եւ արտասվում եք Մայր աթոռի մոտ եւ ամենաջերմ եւ ասենց ասած խոսքերն եք ուղում վեհապար հայրապետին։ Ինչ եղավ, որ մեկ օրվա ընթացքում դուք փոխեցիք ձեր կարծիքը։ ԿՊ խմբակցության падգամավոր Արման Եղոյանը հակադարձում է ընդդիմությունը եկեղեցին ներքաշել է քաղաքականության մեջ եւ հանգիստ չի տալիս։ Իրանք ուղղակի քաղաքական պայքար են տանում եկեղեցու բակում, այսինքն իրանք չեն ուզում բաց թողնել եկեղեցին քաղաքական process-ներից, երեք չի ներքաշել են եկեղեցին քաղաքական process-ների մեջ, հիմա չեն թողնում ոչ մի կերպ, չեն ուզում ոչ մի կերպ բաց թողնեն, դա հարցը։
Ալիք մեդիայի հիմնադիր Արսեն Խառատյանը անդրադառնալով կաթողիկոս վարչապետ կոնֆլիկտին նշում է, որ ապագայում այլ գործողություններ կլինեն, մինչև անգամ ձերբակալություն, եթե կողմերից որևէ մեկը զիջումների չգնա։ Երկու ճանապարհ կա, կամ կողմերից որևէ մեկը պիտի հետ քայլի գնա, կամ էսկալացիան ավելանալու է։ Ես չեմ բացառում նաև, եթե հրաժարական չլինի, ուրեմն կիրառվի կալանքի տրամաբանություն եւ այլն, այսինքն որևէ սցենար այլևս բացառել հնարավոր չէ։ Ուշագրավ է, որ 3 երբ եւ կաթողիկոսն ու նրա շքախումբը եւ 10 հոգեվորականները հեռացել էին, անգամ ընդդիմադիր եւ իշխանական քաղաքական գործիչներն ու պաշտոնյաներն էին գնացել տարածքում հավաքված ժողովուրդը դեռ տևական ժամանակ չէր հանդարտվում։ Միմյանց հաստ էին ատելության խոսք ու վիրավորանքներ հնչեցնելով։